Եկել եմ իստին մասնակցելու, բայց պարզվեց, որ ինչ-որ թվականական Կարինե ջան կներկայացնեք ինչ իրավիճակը, ինչու ներս չեն թողում եւ ձեր պահանջը։ Մենք նախապես տեղեկացել ենք, որ բաց նիստ է լինելու։ Մտածում ենք կգանք դրսում կկանգնենք պոստերներով եւ այլն, բայց հետո պարզվեց, որ բաց նիստ է լինելու, որոշեցինք գալու միանալ ներսում նիստի մասնակիցների, բայց այստեղ ինչպես տեսնում եք ոստիկանները դուրը փակել են եւ մեզ թույլ չտվեցին, ասացին պետք է նախապես գրանցվել։ Ըստ բաց նիստի գրանցվելու անհրաժեշտություն չկար։ Ավականու նիստի։ Ավականու նիստի, հա։ Կներեք, արդեն սարել եմ մի քիչ դժվար է մտքերս հավաքում, ամեն դեպքում ավականու նիստի մեզ թույլ չտվեցին ներս մտնել, պատճառաբանելով, որ մենք գրանցված չենք, հետո երբ պահանջներ բարձրացրեցին ներկաներից ոմանք, որ բաց նիստին գրանցվելու կարիք չկա, սկսեցին ներկայացնել այլ պատճառաբանություն, իբր բավարար աթոռներ չկան եւ այլն, մենք ասում ենք, որ մեզ պետք չի աթոռ, մենք կարող ենք կանգնած լինել, մեզ թույլ չեն տալիս ասելով, թե մենք կխանգարենք։ Ինչ տարբերություն նստած ենք, թե կանգնած խանգարող մարդը նստած էլ կարող է խանգարել։ Մի խոսքով օրինաչափ չեն այդ պատճառաբանությունները, պատգամավորին նույնպես սկզբում թույլ չէին տալիս Գառնիկ Դանիելյան, եթե ճիշտ հիշեցի անունը, ներողություն, ես չեմ հետևում ազգային ժողովի նիստերին, անուններով չեմ կարող հիշել, եւ մարդը, որը օրենքով իրավունք ունի առանց գրանցվելու ներս մտնել, այնուամենայնիվ աղմուկով կարողացավ ներս մտնել, այդ ամենը ուղի եթերում կարողացել ենք ֆիքսել, մի փոքր ուշ նոր թույլ տվեցին, որ իր օգնականը ներս գնա։ Այսօր քննարկվում է ավականու նիստին Կարմիր Սարի շահագործմանը։ Այդ հարցն է քննարկում, կթույլատրի թե ոչ ավականին։ Այո։ Քիչ առաջ մտավ մի տղամարդ, որին ոստիկանները ներկայացրեցին իբրև ավականի, բայց աղջիկը, որը հարևանությամբ կանգնած է, Մարիամ է անունը, ասաց, որ նա համայնքի ղեկավար է, որը հանքի շահագործմանն է կողմ եւ այսինքն իրեր հարցը կարող գրագետ կպատասխանի, ես գուցե ինչ-որ բան սխալ կարող եմ ասել, որ նա ավականու ներկայացուցիչ չէ եւ թույլ տվեցին, մտավ ներս։